Արեգ TV-ում հյուրընկալվել էր երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոն։ Քանի որ օրերս համացանցը ողողվեց նրա երեխայի սպասելու լուրով, զրույցի գլխավոր թեման հենց դա էր, եւ հարցին ինչ զգացիք, երբ իմացաք, որ ձեր սրտի տակ մեկ այլ սիրտ է զարկում, նա պատասխանեց. Մինչև հասկանալը ես դրան պատրաստ էի։ Գրեթե 6 ամսեկան է, բան չմնաց, անհամբեր սպասում եմ, երբ եմ տեսնելու։ Շատ անհամբեր սպասում եմ իրեն։ Իմ կարծիքով իմ կյանքում ամեն ինչ եղել է ժամանակին։ Ու այդ ամենի մեջ Աստծո մատն է խառը։ Ես հաշվարկներով հասկացել եմ, որ Աստված ինձ երեխա է ուղարկել հայրիկիս մահվան օրերին։ Դրանից 2-3 ամիս առաջ ինձ մոտ ամեն ինչ լավ էր։ Ես իմ սովորական օրն էի ապրում։ Չեմ կարող բացատրել ինչ ա կատարվել ինձ հետ։ Բոլորը քնած էին, քնից հարթնացել եմ, դուրս եկել բակ, գիշերվա ժամը 2-3 էր։ Հուսով եմ ոչ մեկ չի լսել ինձ։ Սկսեցի շատ բարձր լացել, պապային հիշեցի, ոնց որ ուզենայի հետը խոսել։ Մեր սիրելի հայրենակիցները դեռ տեղյակ չեն, ես իրան արդեն պատրաստում եմ, որ իմանա, ում մոտ ա լույս աշխարհ գալիս։ Նախ իր մաման դաժան ա, ես սիրում եմ ամեն ինչը ճիշտ, արդար, իդեալական։ Փոքր ժամանակվանից իմացել եմ ինչ եմ ուզում ես կյանքից։ Դեռ շատ բաներ կան, որ շատ կուզենամ իրականացնել։ Դրանք կապված են եւ իմ հետ, եւ ինձանից ծնված երեխաների, որովհետեւ ինձանից չծնված երեխաներին շատ սիրում եմ իմ սեփական երեխաների պես։ Բայց բաներ կան, որոնք դու քեզ չես կարող թույլ տալ ու սահմաններն անցնել։ Նրանց պարտադրել բաներ, որոնք դու ես պատկերացնում։ Ես կարծում եմ, որ իմ սեփական երեխային կարող եմ պարտադրել եւ պահանջել այն, ինչը որ ուզում եմ։ Հարցազրույցի ընթացքում Լիլիին միացավ ամուսինը, բժիշկ եւ պրոդյուսեր Վադիմ Չանգլյանը։ Զույգը, քանի որ զրույցի ընթացքում դեռ չգիտեր երեխայի սեռը, ամուսինը նշեց, որ եթե աղջիկ լինի, վստահ է Լիլին իր նման թիթիզ Բարբի է մեծացնելու։ Աշխատանքային գործունեության մասին խոսելիս Լիլին հավանական դադարի միտքը բացառեց, նշելով, որ տեսակով հանգիստ մարդ չէ։ Ունի նոր գաղափարներ, որոնք այս շրջանում պետք է իրականություն դարձնի։ 20 տարեկան չենք արդեն, 40 տարեկան եմ, այս կարգավիճակում էլ իմ էներգիան 2-3 անգամով շատացել է, որը պետք է ճիշտ օգտագործել։ Խոսք եղավ նաև ամուսնու սիրո ու խանդի մասին։ Երբ կինը ամուսնանում է եւ ամուսինը սիրում ու խանդում է, ինչը փոխադարձ է իհարկե, հեշտ չէ։ Ամեն տեսահոլովակ նկարելիս անցնում ենք պատերազմի միջով, նշեց Լիլի Մորտոն։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել Լիլի Մորտոյի հրապարակած վերջին հոլովակներն առանց մեկնաբանության։ Երեխայի մորակույրն եմ, մտածում եմ, որ ինքը աղջիկ է։ Ես գիտեմ երեխայի հորակույրն եմ թե քերին, բայց կարծում եմ, որ տղա է, չէ՞ Լիլի։ Ես երեխան եմ, մտածում եմ, որ տղա եմ։ Ես երեխայի մորակույրն եմ եւ կարծում եմ, որ աղջիկ է։ Ես երեխայի պապայի հաջորդ կինն եմ եւ մտածում եմ, որ ձեր բալիկը տղա է։ Բարև ձեզ, ես երեխայի մորակույրն եմ ու ես վստահ եմ անգամ, որ ծնվելու է տղա։ Տեսություն, եթե կարաք մի հատ $100 ուղարկի։ Ես երեխայի մորակույր Ալա Պուգաչովան եմ եւ կարծում եմ, որ ինքը տղա է։ Ես երեխայի հորակույր եմ, ես կարծում եմ, որ տղա եմ։ Ես երեխայի հորակրոցն եմ, մտածում եմ աղջիկ։ Ես հորակրոջ քրոջ փոքր աղջիկն եմ եւ ես կարծում եմ, որ տղա է։ Ես հորակրոջ քրոջ մեծ աղջիկն եմ եւ կարծում եմ, որ աղջիկ է։ Դու ինչ ես կարծում։ Աղջիկ։ Ես երեխայի ծոցը մոճան եւ ես համոզված եմ, որ նա աղջիկ է։ Ես երեխայի մորակույրն եմ եւ չնայած շատ եմ ուզում որ աղջիկ լինի, բայց կարծում եմ տղա կլինի։ Արի որ առողջ բալիկ լինի։ Ես երեխայի մայրն եմ եւ ես վստահ ասում եմ, որ նա Noi ինչ արա երտենք, ինքն ասած չգիտենք ուր է տամին, դժոխք է տամին թե դրա, բայց հիմա մի դա բացահայտենք։ Քո դեպքում միայն դրա։ Դժոխք է տամին թե դրա։ Միայն դրախտ։ Ay, այդտեղի բնությունը։ Հա, տամին է դեպի Ալտայ, համաձայն եք ամուսնանալու ինքը գնում ենք սպա ցենտր։
Մենք տեսնենք ինչ լավ սպա ցենտրեր կա այստեղ։ Ամեն մեկը մի բան ասում, ճիշտ ասած։ Հիմա փորձում ենք մեր հյուրանոցի ադմինիստրացիայից ճշտել, տեսնենք որտեղ է լավ։ Այստեղ բնությունով զմայով եք։ Այսպիսի տեսք ունի Բալին, ճանապարհները։ Իմիտալիոց ասեմ, որ դե օքեյ ոչ են եղել, ես առաջին անգամ օրինակ լինում։ Իրանց ճանապարհների երթևեկությունը հակառակ կողմի վրա է։ Ձախակողմյան է։ Ինչպես հասկացաք, բայքերով են գրեթե բոլորը։ Տաքսիներն են ոնց որ բայքեր, հիմնականում, որ անկեղծ ասեմ, երբեք այսպիսի տեղ 10 օրից առաջ չեմ կարողանա ապրել։ Մարդիկ գալիս են տարիներով այստեղ ապրում են։ You want some? Yes. Enjoy. Thank you. You're welcome. Oh, երկուսով են, կյանքի ինչ ամիսը, ես գիտեի առանձին ենք։ Ես ինչ լավ մասաժեր, մեկ կես ժամ։ Մեզ մեր հյուրանոցի ադմինիստրացիան խորհրդվեց այս տեղը, բայց ուզում եմ, որ դուք կոմենտներում գրեք, եթե Բալիում մենք գտնում ենք Սեմինյակին, լավ սպա կենտրոններ խորհրդվեք, ովքեր եղել են Բալիում, կոմենտներում գրեք անպայման, խորհրդվեք լավ տեղեր, սպա ցենտրեր։ Տելենք, մի հատ նայեք Ռիման պապայի համար ինչ սեղանադրել իր ծննդյան օրվա արդիվ, սենց Բակարդի тоже там. Happy birthday, тортик, чай, все приготовила Римочка. Рима, молодец. Папа, с днем рождения, мы тебя все очень любим. Да. Ты у нас самый лучший. Да. С днем рождения тебя! С днем рождения тебя! С днем рождения, dear father! С днем рождения, папа мой! Ура! Так, загадывай. Все было хорошо, я не настроил. Сейчас я стал как огурчик, да? Ура! Молодец, Римка, ура! Ура! Вот уже второй сегодняшнего утра. Так, Happy birthday, happy birthday. еще третий есть. Пап, а что ты не почитал, что я там написала? А что там написано? Любимому папе никогда не болей. И не буду. Договорились. Сердечко. Сердечко.